Պարոն Ավինյան, բայց ձեզ պետք էր այդ Ամիրյանի մասին ասեցիք, սա Երևանը հարցնում է ծաղիկի սրահը, որ քանդեցիք, սա շատերը ուրախացել էին, որը ժամանակ հետո անցավ էլի այդ նույն մայթի վրա, որը որ դժվար անցանել էր, նորից թողեցիք, որ ծաղիկի սրահը դնեն։ Ես դրան դեմ չեմ, բայց արձագանք եմ Ամիրյան փողոցի մասով եւ արձագանք եմ նաեւ այդ հավաքարարները մեկ տարվա մեջ վերնագիրը նենց էր, որ պետք է կանաչապատումով զբաղվեին բակերում եւ ջրեին։ Ընդհանրապես դա չենք տեսել։ Դա եմ ուզում ասել։ Հիմա որ ավելացնում ենք էլի, որ շատերին չտեսնենք ավելի։ Շատ լավ, Ամիրյանի մասով ու առհասարակ ծաղիկի կրպակների մասով երևի թե ծաղիկը միակ գործունեության տեսակն է, որի դեմ, ասենց ասեմ, ամենախիստ ձևով չենք պայքարում, այսինքն ծաղիկի կրպակները նույնիսկ որոնք որ հեռացվում են, նոր ստանդարտացված տեսքով հնարավորություն տրվում է շատ ավելի փոքր չափով բան ունենալ, ծաղիկի վաճառակետ ունենալ նույն հատվածներում։ Հիմա օրինակ Թումանյանում էլ ենք քանդել բազմաթիվ կրպակներ եւ միայն ծաղիկինն է, որ ինչ որ միտեղ էլի պետքա բանկ, այսինքն այստեղ մոտեցումը ընդհանուր է։ Եվ բայց նաեւ ուզում եմ ֆիքսենք, որ չափով էականորեն շատ ավելի փոքր բանի մասին է խոսքը գնում։ Կրպակը առհասարակ լավ բան չի։ Կրպակների դեմ պայքարը դրա համար ենք սկսել եւ ամբողջ քաղաքով մաքրում ենք այդ կրպակները, բայց ինչ որ կոնկրետ տեսակի գործունեության համար նաեւ որոշակի մոտեցում ենք ցուցաբերում, մասնավորապես այս դեպքում ծաղիկի։ Շատ լավ, պարոն Ավագյան, դա էլ արդեն բակային հատվածն է կքննարկեք։ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Թորոսյան։ Պարոն Ավինյան, բայց այդ ծաղիկների մասով դրական եմ դիտում, բայց ուզում եմ հասկանամ, Սերժ Սարգսյանի ժամանակ ոնց որ լավ աչքով նայում էին կոշկակարներին եւ դերձակներին, հիմա փաստորեն ծաղիկների հետ կապված ենք sense ուշադրություն հա դարձնելու։ Դե ինչ որ մի տեղից, ինչ որ տեղերը ծաղիկի վաճառքի պետք է լինեն, պարոն Ավագյան, թե չէ։